Ողջույն, հարգելի ներկաներ, ողջույն, AAD.am կայքի մտերիմներ, ընկերներ, հարգարժան և պատվելի հյուրեր։ Բարև Հայաստան, բարև Արցախ, բարև Սփյուռք։ Սիրելի հանդիսատես, առջևում 2017 թվականն է և ժամանակն է միասին ամփոփենք 2016-ը, որը հագեցած էր տարաբնույթ աշխատանքներով, հույզերով ու վերելքներով, ծրագրերով ու համագործակցության նոր ուղիներով։ Այսօր AAD.am կայքի ընկերների գործընկերների համար կրկնակի տոն է, տոն ցնծության հաղթանակի հաջողության օր, AAD.am կայքը 7 տարեկանը։ Շնորհիվ կայքի գաղափարների ու դրանց իրագործման շուրջ 500-ից ավելի կարիքավոր ընտանիքներ ստացել են սննդի, հագուստի և ֆինանսական օգնություն։ Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում բազմաթիվ վիրավոր զինվորներ ստացել են ֆինանսական և նյութական օգնություն։ Առանձնակի հիշատակման է արժանի Բելգիայում բնակվող Աթաջյանների ընտանիքի կողմից ցուցաբերված օգնությունը, որը բելգիահայ երգչուհի Կարինե Օհանյանի ձեռամբ հանձնվեց մարտիկներին։ 2000 մանուկներ մասնակցել են հունիսի 1-ին և սեպտեմբերի 1-ին կազմակերպած միջոցառումներին, որտեղ արժանացել են նվերների, սննդի և խաղալիքների տեսքով։ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի զահմանամերձ բնակավայրերի և Հայաստանի Հանրապետության այլ շրջանների շուրջ 1000 աշակերտներ գիտելիքի օրվա կապակցությամբ ստացել են անհրաժեշտ քրեական պիտույքներ։ Արցախի պաշտպանության բանակի մի շարք զորամասերին հանձնվել են սննդեցանրոցներ։ Ապրիլյան իրադարձությունների ժամանակ AAD.am կայքի ողջ անձնակազմը մասնակցել է հայրենիքի պաշտպանության նվիրական գործին։ Այժմ այստեղ ենք հրավիրում AAD.am կայքի հիմնադիր Մամիկոն Խուրշուդյանի դիմանը։ Շնորհակալություն։ Փորձեմ մի քանի բառով նաև ես ամփոփեմ։ Հարգելի և հարազատ ներկաներ, հոգևոր հայր, մեծահար գործիչներ, հյուրեր։ Շնորհակալ եմ բոլորիդ այս կարևոր իրադարձությանը ներկա գտնվելու և ձեր ներկայությամբ այս հանդիպումն ավելի գեղեցկացնելու համար։ Եռամիասնություն հանուն զարգացման ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությունը իր պաշտոնական կայքով AAD.am, այն է Հայաստան-Արցախ-Սփյուռք տեղեկատվական հանգույցով 7 տարի առաջ եկավ հասարակություն, իր հետ բերելով արդարը, բարին, վստահելի ու սերը։ Սեր դեպի հայրենիք, սեր դեպի աշխատանք, սեր դեպի հայոց պատմություն, հայոց վերելք, հայոց զարգացում ու բարգավաճում։ Հարգելիներս, եկանք ու հասարակության բոլոր շերտերին փաստեցինք, որ նպատակն ազնիվ է, իսկ ընտրած ուղին լի է փշերով, սակայն անլուծելի խնդիր չկա, և մենք բոլորս պետք է պատրաստ լինենք դիմակայության, պատրաստ լինենք և դժվարության, և հաջողության։ Ամենակարևորը չկոտրվելն է։ Պետք է կանգուն և հաստատուն քայլելով շարժվել առաջ, հանունի, բայց ոչ երբեք ընդդեմ։ Այսօր մեր երկրում շատ են տարաբնույթ խնդիրները, սակայն որպես երիտասարդության ներկայացուցիչ պետք է փաստեմ, որ մեր խնդիրների լուծման ուղին չի կարող լինել արտագաղթն ու անօթի օտարի հողում երջանկություն փնտրելը։ Պետք է հասկանանք, որ մեր ապագան մեր հզոր ու ազատ Հայաստանի ու Արցախի մեջ է, մեր միասնության ու հավատքի, մշակույթի պահպանման ու հայ մեծերին գնահատելու մեջ է։ Բարեկամներս, այս տարիների ընթացքում մեր թիմը իրականացրել է իր առջև դրված բարեգործական ծրագրերը։ Այս տարի այն փոքրինչ այլ էր։ Ապրիլյան քառօրյան խառնեց ամեն ինչ, բայց նաև ցույց տվեց հայի անկոտրուն հավաքական ոգին, որն ընկճել ուղղակի անհնարին է։ Իսկ ահա տարեվերջին մեր ծրագրերին ավելացավ ևս մեկը։ Կարիքավոր ընտանիքին ոչ թե օգնելու նրան բավարարել միայն օգնությամբ, այլ այդ ընտանիքի համար ստեղծել բոլոր նախադրյալները, որ նա աշխատի և դրա դիմացեպական վաստակով պահի կամ առնվազն թեթևացնի իր իսկ ընտանիքի հոգսերը։ Այդ կապակցությամբ սահմանափակ քանակությամբ արտադրվեց Խուրշուդյան անվանումով այս բարձերը, որը այստեղ դրված են, և որի վաճառքի ողջ հասույթը պետք է ուղղենք երկու կարիքավոր ընտանիքների համար՝ կարի մեքենաների գնման, ընկերության ստեղծման, այլ տեխնիկայի գնման և հարակից ծախսերի վրա, ընդհանուր առմամբ անհրաժեշտ է շուրջ 1,5 միլիոն դրամ։ Կարծում եմ, երեկոյի ընթացքում կկարողանանք հավաքել անհրաժեշտ գումարի գոնե 30%-ը։ Ուրախ եմ, որ սրահում գտնվում են պետեկամուտների կոմիտեի ժողովրդի լեզվով ասած հարկայինի աշխատակիցներ, ովքեր անգիր գիտեն մեր գործունեության ոչ միայն նպատակների, այլ ամբողջ էության մասին։
Ուրախ եմ, որ ներկա են նաև Հայաստանի Հանրապետության պետական համակարգի, կառավարության եւ ուժային կառույցների ներկայացուցիչներ, արդարադատություն իրականացնող մարմինների անդամներ։ Այն ինչ անում ենք նաև ձերն է եւ անհրաժեշտության դեպքում իմացեք, որ ձեզ հետ ենք, ձեր կողքին։ Հիշատակման է արժանի նաև, որ 5-րդ բրիգադի փառապանծ մարտիկների օրն էր, փառք ու պատիվ մեր հերոսներին։ Առանձնակի եւ իր խորհրդի եւ իր մեր կողքին կանգնելու համար շնորհակալ եմ իմ բարեկամ եւ ընկեր Հայաստանի Հանրապետության փոքր հեկերի միության նախագահ Նաիրա Նահապետյանին։ Պետք է նշեմ նաեւ, որ երեկոյի ողջ ընթացքում այս գեղեցկադեմ աղջիկները ներկայացնում են մոդելավորող Անահիտ Մովսիսյանի տարվա եղանակներ շարքի հագուստները։ Շնորհակալ եմ Ֆորում ռեստորանին, Երկրապահ Security ընկերությանը, Green Bay տուրիստական ընկերությանը, Marmelada Event Bureau ընկերությանը, իդեմս Սոֆիա Դիլանյանի եւ Գեորգի Հարությունյանին, HM Silver խանութ սրահին, Հերմինա գեղեցկության սրահին։ Մաղթում եմ ձեզ հաճելի ժամանց եւ սիրելիներս, ներկա դրությամբ մենք հենց հիմա ուղիղ կապով ուղիղ եթերում ենք եւ մեր պաշտոնական կայքում ուղիղ եթեր ցուցադրվում է։ Այն ինչ որ այստեղ հիմա կատարվում է։ Եվ դրանից բացի նաեւ մի փոքրիկ ուղում նաև բոլորիս համար եմ ասում, սա ոչ միայն մրցանակաբաշխություն է, այլև կարծում եմ այն իր առաջիկա 2 սպասվելիք ժամերով չեմ կարծում այնքան դժվար կամ այնքան վատ ժամեր են, որ կարելի է այդ ժամերին թողնել գնալ կամ մրցանակը ստանալ եւ գնալ։ Հուսով եմ, որ բոլորս կլինենք միասին եւ միասին էլ երեկոն կվայելենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես մի շատ կարևոր գործ անեմ ինքս, այսինքն մեր ծերի հաղորդավարների փոխարեն ես ասեմ, ծերի հանդիսատես 7 տարի էելի կետեմ կայքի կողմից իրականացված բարեգործական ծրագրերից հետո երբևէ այս 7 տարիների ընթացքում մենք չենք ունեցել տարվա բարերար անվանակարգ։ Սակայն այս տարի փոքրինչ այլ եղավ եւ մենք մի շատ անձնվեր, մի շատ հերոս կնոջ աշխատանքը տեսնելով, այս ամբողջ տարիների ընթացքում գնահատելով, որոշեցինք, որպեսզի նրան հենց տանք ամենաառաջին եւ ամենապատվավոր պարգևը։ Եվ այսպես կատարած բարեգործությունների ազգանապատ գործունեության համար տարվա բարերար անվանակարգին է արժանանում Multi Agro սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ, բազմաթիվ բարեգործական միջոցառումների հիմնադիր եւ հովանավոր Ռոզա Ծառուկյանը։ Ես ցանկանում եմ նաև Տիկին Ռոզայի կրծքին փակցնել մի շատ կարևոր նշան, հավերժության նշանը։ Եվ ցանկանում եմ, որպեսզի Տիկին Ռոզա ձեր նման մարդիկ բոլորիս գլխից անպատասխան լինեն։ Ինչքան կարող եմ, ինչքան կարող եմ, ես խոստանում եմ իմ ամբողջ էությամբ, ինչպես մանկություն ես նվիրվել եմ, բարերարության և բարեգործության շարունակական լինի։ Հարկ պատիվ իմ երկրին, իմ հայրիկին խոստանում եմ 100 տարի ապրեմ և լինեմ բարեգործության հենասունը և բոլոր արարողություն կա, որը դարձան բարեգործական հիմնադրամի շնորհիվ կինոդիտում պիտի լինի, ես էդեր պիտի ողջունի, խոսք ասեմ, ցավով եմ հեռանում ձեզանից, բայց պիտի հեռանամ, խնդրում եմ ներով եղեք ինձ, շնորհակալություն։ Մեկ անգամ ևս շնորհավորում ենք։ Դե ինչ էլիդի կետեև հայոց երամիասնության, հույսի և հավատի, սիրո և բարին գործելու ցանկանալու հանգույց։
Հարգելի ներկաներ, երեկոյի ողջ ընթացքում ձեզ հետ կլինեն դերասանուհի հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանը Եվ իհարկե դերասան, բոլորի կողմից հաղորդավար Արմեն Դալաքյանը։ Շնորհակալություն, շարունակում ենք այժմ այստեղ եմ ուզում հրավիրել Էդիում կայքի հիմնադիր Մամիկոն Խորշուրդյանին ևս մեկ անգամ ողջունի բոլոր ներկաներին եւ իհարկե պաշտոնապես ասենք բացված լինի մեր այսօրվա մրցանակաբաշխությունը։ Շարունակում ենք եւ այստեղ ուզում հրավիրել Վարաշենի Սրբոց Նահատակած եկեղեցու հոգեվոր հովիվ Տեր Շմավոն Քահանա Թևոնդյանին միջոցառման մասնակիցներին իր օրհնությունը փոխանցելու համար։ Ողջունում եմ բոլորիդ, բարի երեկո, շնորհակալ եմ Մամիկոն ջան, որ ևս այս տարի նույնպես պատվեցիք եւ հրավիրեցիք եւ շատ հաճելի է տեսնել բոլորս կողմից սիրված եւ ծանոթ ընկեր բարեկամներին, ովքեր այստեղ են հավաքվել։ Մեկ բան կարող եմ ասել հստակ, ինչ որ անում է աջ ձեռքը թող չիմանա ձախ։ Սա ավետարանական պատգամն է, որ ուղղված է յուրաքանչյուր մարդուն, սակայն երբեմն առիթ պետք է լինի, որպեսզի մարդիկ տեսնեն, որ դիմացին է ինչ անում։ Մեկ պարզ բանի համար, որպեսզի նախանձախ ընտրությամբ լցվեն եւ նրանք նույնպես շարունակեն եւ նաեւ նախանձախ ընտրեն այդ գործին։ Որովհետեւ այսօր որևիցե մեկը թող չփորձի հավակնել ասելու թե ինքը Աստծուն սիրում է, բայց միաժամանակ ադի եւ կամ արհամարի դիմացինի, որովհետեւ անհնար է Աստծուն սիրել առանց մարդուն սիրելու։ Այդ իսկ պատճառով ես համարում եմ, որ բարեգործությունը մարդուն բարիք տալ, մարդուն օգնելը դա աստվածահաճո գործ է, որի համար ես ողջունում բոլորիդ, ովքեր որ պատրաստ են եւ ովքեր որ անում են այս ամենը։ Եվ մեծ պատրաստակամությամբ նույնպես պատրաստ եմ ես ինքս իմ խոնարհանձով օգտակալին յուրաքանչյուրի եւ ամենակարևորը հայցում եմ ամենաբարձրի օրհնությունը, ուժն ու կարողությունը բոլորիդ համար, որպեսզի ձեր կյանքները երկար են, ձեր կյանքի օրերը երկար են, որպեսզի լցվեք այդ նախանձախնդրությամբ դիմացինին օգնելու, դիմացինին հարգելու, պատվելու, բարձրացնելու այդ վեհ եւ գեղեցիկ գործին եւ իդեմս այդ ամենի շնորհակալություն հայտնենք Մամիկոնին, ով շատ բազմազբաղ է, բայց ամեն բարակային։ Պարոն Խորշուրդյան, շնորհավորում եմ եւ շնորհակալություն եմ հայտնում եւ մեր օրհնությունը յուրաքանչյուրին։ Աստված օրհնի ձեզ, ուժ, կարողություն եւ կորով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տեր Շմավոնի եւ շնորհակում ենք Տեր Շմավոնին ասել պատվոգիր Էդիում կայքի հետ համագործակցության համար։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ։ Շնորհակալություն, փաստորեն ամենաքիչ արած մարդուն նույնպես պատկերացավ, որը որ պարտավորեցնող է, Աստված բոլորիդ պահապանի։ Շնորհակալ եմ։ Ինչպես անցած 6 տարիները, այնպես էլ 7-րդը լի էր բազում բարեգործական, մշակութային նախագծերով, որոնք ինչ-որ կերպ թեթևացրեցին հայ գյուղացու հոգսը, ինչ-որ կերպ օգնեցին հայ զինվորին ու երիտասարդ ստեղծագործողին։ Այս պահին միասին դիտենք տեսանյութը։ Սիրելի պապիկ, դուք մեր պապիկն եք եւ մեզանից յուրաքանչյուր այստեղ կանգնածներից չեմ կարծում, որ կարող է լրացնել Ռոբերտի տեղը, բայց հաստատ իմացեք, որ պարտական ենք Ռոբերտի կիսատ եւ չարածը լրացնենք ու անենք։ Դա մեր պարտքն է։ Շնորհակալ ենք ձեզ։ Դարբաս Սախյան կամարակարգին արժանանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարտական ծառայության եւ Հայաստանի Հանրապետության արիության մեդալակիր սերժանտ Ադամ Սահակյանը։
Որդին գանը, իմացեք, որ նույն ձև, նույն կերպ, մենք ձեր կողքին ենք, և ձեր նման հզոր մարդու կողքը և անպաշտպան եմ ինձ զգում, և միաժամանակ պարտավորված, որ կարողանանք մեր այս երիտասարդներով ինչ-որ կերպ նորից լրացնենք այն բացը, որը կարող է մի օր ձեր անկյունում մտածեք, որ Ադամը դա կաներ։ Մենք բոլորս Ադամ ենք։ Շնորհակալ եմ։ Տարվա սխրան կավանակարգին է արժանանում հրամանատարին օգնության հասած և վիրավորված զինվոր Արման Ավետիսյանը։ Նախ ուզում եմ ողջունել բոլորիդ, բոլոր այս հավաքվածներին, որ հարգելով եկել եք բոլորդ, ճիշտ է ինքը տոնական օր է, բայց հիշեցինք մեր բոլոր զոհվածներին, մեր ընկերներին, մեր հարազատներին, մեր բոլոր զինծառայողներին, զինվորներին, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորից հետ, շատ շնորհակալ եմ։ Ճիշտ ասած մի քիչ հուզվում եմ, էլի, չեմ կարող բաներ ասեմ, բայց այսօր ես ինձ հպարտ եմ զգում, որ ներկա եմ գտնվում իմ հետ ծառայած, իմ հետ մի բաժակից ջուր խմած տղաների ծնողների կողքին, հպարտ եմ շատ։ Շնորհակալություն Արման Ավետիսյանին։ Տարվա սխրան կավանակարգին արժանանում քարոզիա պատերազմում թշնամուն բազմաթիվ նյութական և մարդկային կորուստներ վաճառած Հայաստանի Հանրապետության մարտական խաչ 2-րդ աստիճանի ասպետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի ուսանող Հարություն Բադալյանը։ Անչափ բարդ եմ, որ գտնում են նման մարդկանց հետ այս վայրում, ճիշտ է մի քիչ հուզված եմ, այսօր որ Արմանը, ուզում եմ մենակ մի բան ասել, սա միայն պարգև չի, սա այն տղաների պարգևն է, ովքեր որ կռվեցին, ովքեր որ զոհվեցին, ովքեր 4 օրվա ընթացքում ընդհանրապես չէին մտածում քաղցի մասին, քնի մասին և միջևաշ բայեցին մեր դիրքերը, ովքեր որ ապացուցեցին, որ մենք մեր հայրերին ոչ մի բանով չենք զիջում և ժամանակն է գալիս, որ մենք ենք մեր դիրքերը պահելու, ինչպես որ իրենք են պահել։ Անչափ շնորհակալ։ Հարգելիներս, հայ բանակաշինության մեջ ներդրած ավանդի և ապրիլյան քարոզիա պատերազմի ժամանակ իր մարտավարական ու տակտիկական հրամանատարական ակտիվ գործներ 5-րդ բրիգադի հրամանատար Վազգեն Վարդանյանը։ Ողջունում եմ բոլորիդ, նախ ներողություն եմ խնդրում, լեգենդար 5-րդ բրիգադի հրամանատարը եղել է մնամ մեր սիրելի զորավարը, իմ հրամանատարը, ներողություն դրամ եմ, և ողջունում եմ բոլորիդ, մեր արվեստի գործիչներին, պարոն քաղաքապետ Էշմիածնի, պարոն Գրիգորյան, ոգևորը, ուրեմն զորավարի անունից ողջունում եմ ձեր, ցանկանում ձեզ անամբ երկինք, քարոզիա պատերազմը բոլորից դաս եղավ, ես ներողություն եմ խնդրում այն զոհված զինծառայողի մայրերին, որ մենք երկրապահներս, մեր կամավորներս կիսա թողեցին գործը, որ մնաց երեխաների ուսերին, ներողություն եմ խնդրում, բայց համենայն դեպս մեր երեխաները
Մենք իզուր չէ որ ապրում ենք նրանց հույսով, որտեղ վաղ ապագան մեր երկրի տերը նրանք են։ Փառք պատիվ ձեզ։ Շնորհակալություն։ Հարգելիներս, Երկրապահ կամավորականների միության վարչության կողմից կան նաև մարդիկ, ովքեր կարող եք նստել, բոլորը կան մարդիկ, ովքեր պետք է նաև պարգևատրվեն։ Ես կարդամ եւ պարոն Վարդանյանը կհանձնի պարգևները։ Կրթվում եւ զարգանում է աշխարհը, ավելին հիանում ու ցնծում է աշխարհը։ Հարգելիներս, խնդրում ենք ոտնկայս դիմավորել հայ երաժշտության պատմության մեջ ներդրած ավանդի համար պատվոգրի է արժանանում ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Սիրելիներ, այսպես լինում է տանը, երբ որ այսքան բարություն է, երբ որ այսքան խիղճ, երբ որ այսքան հիշատակներ անուշ երիտասարդների, երբ որ այսքան զենքի ու դրոշի արանքում ապրած եւ հիմա էլ այստեղ կանգնած երիտասարդներ սիրելի եք մեզ անչափ ձեր ուժը մեր ուժն է մեր երկրի ուժն է երիտասարդներ ես մաղթում եմ ձեզ վերելքի կանաչ ճանապարհ դժվարությունները հաղթարելու տոկուն կամք եւ այն ոգին որ ժառանգել են մեզ մեր ավակները Արժանապատվորեն տանենք, խորապես շնորհակալ եմ։ Պարոն Մանսուրյան, մի գնացեք։ Մի դոպես սպասեք։ Ինչպես կարելի է պարոն Մանսուրյանի կրծքին չկրծնել հակարժության նշանը։